Այսօր այս թողարկմանը խոսելու ենք հենց լեզվի եւ լեզվի միջոցով իրականության հետ հաղորդակցվելու խնդիրներից ու այդ հարցում մեզ օգնելու է լեզվաբան հետազոտող Հասմիկ Ջիվանյանը։ Լեզվի առաջացումը համարվում է գենետիկ մուտացիա։ Բոլոր ձախական եւ դիմադրողական, այսպես ասած, շարժումները միշտ ի հայտ են եկել նախ եւ առաջ նոր լեզու եւ նոր ձևակերպումներ ստեղծելու։ Նախ լեզուն շատ չափազանց թերի գործիք է հաղորդակցության համար։ Մենք շատ ավելի քիչ ենք մտածում, քան կարծում ենք։ Երբ հարց է տալիս տրանսպորտում, ասում եմ, հարց է տալիս։ Իմ ընկալմամբ բան անում։ Լեզու չեն սովորեցնում լեզվախոսին եւ լեզվախոսը սխալ չի անում իր լեզվում։ Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, Բուն TV-ի եթերում Բարդ մարդ հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ ձեզ հետ ինչպես միշտ Կարենը եւ Սոնան են։ Դասական իմաստով ընդունված է կարծել, որ մենք 5 զգայարաններ ունենք, չնայած ժամանակակից նեյրոգիտությունը հաշվում է անգամ 10 եւ նույնիսկ 20 զգայարաններ, սակայն այդ ամենը զգայական եւ զգացմունքային ազդակներ են, բայց այն գլխավոր սուբստրատը, որտեղ այդ զգացմունքները ձեռք են բերում իմաստ եւ դառնում են նշանային համակարգ, որով մենք ինքնատեղորոշվում եւ հարաբերվում ենք աշխարհի հետ, դա լեզուն է։ Այսօր այս թողարկմանը խոսելու ենք հենց լեզվի եւ լեզվի միջոցով իրականության հետ հաղորդակցվելու խնդիրներից ու այդ հարցում մեզ օգնելու է լեզվաբան հետազոտող Հասմիկ Ջիվանյանը։ Հասմիկ ջան, ողջույն։ Ողջույն։ Ուզում եմ սկսենք ամենասկզբից։ Լեզուն իրականությունը քարտեզագրելու, իրականության մասին խոսելու միջոց է, թե առհասարակ այն միակ հնարավոր սուբստանցիան է, որի մեջ մենք գոյություն ունենք եւ որով հաղորդակցվում ենք աշխարհի հետ։ Շնորհակալություն, շատ տարողունակ հարց է իրականում։ Եվ ես հարցը ավելի շատ լեզվի ֆունկցիայի մասին է, որպես այսպես ուսումնասիրության թեմա լեզվաբանության մեջ, որն է լեզվի գործառույթը մարդու համար։ Ավանդաբար իհարկե բոլորիս ակնհայտ է, որ լեզուն առաջին հերթին ծառայում է հաղորդակցության համար, իհարկե, ինչպես հարցի մի կոմպոնենտներ նշում մի բաղադրիչը, այն որ լեզուն ծառայում է հաղորդակցության համար եւ այն որ հաղորդակցությունը հիմնականում լեզվով է տեղի ունենում, սա մի կողմից անժխտելի է, բայց արդյոք սա նշանակում է, որ լեզուն նշանակում է հաղորդակցություն, այսինքն արդյոք այս երկուսը իրարից անբաժանելի են, թե հնարավոր է մեկը առանց մյուսի, սա մի հարց է, որը կօգնի մեզ ավելի հասկանալ։ Մյուս կողմից էլ նաև չենք կարող չմտածել, որ լեզուն օգնում է մտածողությանը եւ ընկալելուն եւ աշխարհը ճանաչելուն, որը արդեն ուրիշ ֆունկցիա է, այսինքն ճանաչելը մի բան է, դրա մասին խոսելը լրիվ ուրիշ բան է։ Այսինքն իսկապես նախ արժի սկսել տարբերակել երկու ֆունկցիա լեզվի՝ հաղորդակցական եւ այդ մտածողական, որը ավելի լայն արժի ասել ճանաչողական։ Մտածողական ստեղ շատ բարդ բառել, դժվար է սահմանել, դրա համար մի կողմից իրան պետք է հստակեցնել, մի կողմից արժի լայնացնել եւ մտցնել այդ ճանաչողության, այդ ամփոփանի բառի տակ, որի մեջ լիքը այլ մտավոր process-ներ են։ Ու այդ փաստը, որ լեզուն ունի այս երկրորդ ֆունկցիան, նաեւ այս ճանաչողական ֆունկցիան, բացի հաղորդակցական ֆունկցիայից, բավական իրական նորարարական մոտեցում է լեզվաբանության մեջ, չնայած ինտուիտիվ քիչ-շատից բոլորիս հայտնի է, բայց կարծում եմ միջին մարդուն, որ հարցնես լեզվի ֆունկցիան որն է, առաջին եւ ակնհայտը հաղորդակցականը կնշվի, ու այս ճանաչողականը նաեւ գիտության մեջ բավական նորարարական երևույթ է։ Ուրեմն հարցը դա է, եթե համաձայն ենք, որ տարբերակում ենք երկու ֆունկցիա, այդ դեպքում միգուցե հարցը հաջորդ կարելի է ավելի սպეციფიკացնել, թե որն է երկու ֆունկցիայից առաջնայինը, եթե համաձայն ենք, որ երկուսն էլ լեզվի ֆունկցիաներից է, որն է առաջնայինը, իսկ սա էլ իր հերթին մեզ տանում է, ոնց որ զուգահեռում է մեկ այլ հարցի հետ։ Հասկանալ, թե որն է լեզվի ամենաառաջնային ֆունկցիան, ամենահիմնական լեզվիությունը բռնող, նշանակում է վերադառնալ հետ էվոլյուցիոն դիախրոնիկ առումով եւ հասկանալ, թե որն է այն գործոնը, որը հրահրեց, աթրիգր եղավ, որ լեզուն առաջանա։ Որ մարդուն պետք եղավ եւ հատկանիշ։ Ինչպես եղավ որ Homo sapiens մեթոդն է մտածել, թե ոնց եղավ որ սենց ստացվեց։ Եվ սա նաեւ բարձվում է, որ գիտական այդ մեթոդն է այս մի հարցի մասին մտածելու մեթոդ որպես օգտագործել մեկ այլ հարց, որտեղ մեկը մյուսին պայմանավորում է, այսինքն հասկանալ, թե որն է առաջնային ֆունկցիան այս երկու ֆունկցիաներից, նշանակում է հասկանալ, որն է ի սկզբանե եղել, որն է այնքան ուժեղ գործոն եղել, որ պայմանավորել է չլինելուց իր առաջացումը, որտեղ ի վերջո Homo sapiens-ը ի սկզբանե չի եղել Homo լեզվանի Homo sapiens-ը երկար տարեր ասված 100,000-ավոր տարիներ ապրել է երկրագնդի վրա առանց լեզվի,
հետո ինչ որ մի բան որոշել է, որ չէ, այսպես ծերչի տալիս պետք է կամ էլ իրանք չեն կարող խոսել, մենք իրենց փոխայնացնում ենք, որ իրանք առած չեն խոսել։ Միգուցե, բայց ամեն դեպքում խոսացածը խոսում ենք։ Բայց այդպես, այսինքն լեզվի առաջացումը մարդու հոմո սապիենսի, հա, մեր որպես տեսակ առաջացման մեջ ինչ որ հեղափոխական մի փուլ է եղել։ Այսինքն 150,000 տարի մոտավորապես մարդը ապրել է առանց լեզվի եւ հետո ինչ որ մի բան եղել է գենետիկ մուտացիա իրականում։ Լեզվի առաջացումը համարվում է գենետիկ մուտացիա եւ նաեւ էս անվանվում է կոգնիտիվ հեղափոխություն, որը արդեն հուշում է, որ անքակտելի, sense անժխտելի կապ կա լեզվի ճանաչողական ֆունկցիայի մեջ, այսինքն սա արդեն հուշում է, որ լեզվի ճանաչողական ֆունկցիան է առաջնայինը։ Բայց միևնույն ժամանակ այս մասին Հարարին է խոսում իր գրքում, եթե sense լայն հանրամատչելի reference փորձեմ տալ, այդ կոգնիտիվ ռևոլյուցիան օրինակ, որը մեծ հեղափոխական անցում էր հոմո սապիենսի պատմության մեջ եւ որը նշվեց այդ արտաքին լեզվի առաջացմամբ, բայց այստեղ նաև կարևոր է որ լեզու բառը օգտագործելուց էլ հստակեցնենք, հա, երևի ինչ է նշանակում լեզու, ոչ միայն լեզու եւ խոսք տարաբաժանումը, հələ դա էլ հերիք չէ, այլ նաև լեզուն ինքը այնքան իրական բազմաշերտ է, որ ինձ օրինակ միշտ չի հերիքում մի բառ, ես միշտ փորձում եմ մի քանի բառ սահմանել, որ հեշտ չշփոթենք։ Եկեք տարբերենք արտաքին լեզու, որը հա ավելի մոտ է խոսքին, այսինքն այն ձայնավորված, բառավորված լեզուն, եւ ներքին լեզուն։ Այո, բառերով կոդավորված, այսինքն արտաքին լեզուն այն լեզուն է, որ մենք լսում ենք, որի հետ հաղորդակցում ենք հայերեն, ֆրանսերեն եւ այլն, բայց կա ներքին լեզու հասկացությունը, որը գնալով լեզվաբանության մեջ դառնում է ավելի տեխնիկական, գիտական տերմին, ընդհանուր մինչև նեյրոկենսաբանական իմաստով, որը կոգնիտիվ պրոցեսներին ավելի մոտ է։ Որը կոգնիտիվ պրոցեսներին մոտ, ոչ միայն մոտ է, այլ այստեղ տարբեր տեսակետներ կան, կամ պատկանում է ընդհանուր կոգնիտիվ համակարգին, կամ լեզվաբաններ մի քիչ ավելի ծայրահեղական, այսպես ասած, մոտեցումով, որոնք համարում են, որ ելի ինքը կոգնիտիվ է, բայց լրիվ առանձին համակարգ է։ Այսինքն վեճը հիմնական սրա մասին է, արդյոք լեզուն ուղեղում առանձին մոդուլ է, առանձին ապարատուս է, առանձին համակարգ է, թե ինքը ենթահամակարգ է ընդհանուր ճանաչողական մոդուլի։ Հարցը հիմնական սրա մասին է, բայց անկախ այս վարկածների տարբերությունից գրեթե բոլորը ոնց որ միաժամանակ ընդունում են ներքին լեզու հասկացության փաստը։ Չոմսկին, ասենք, հայտնի լեզվաբան, ներքին լեզուն հենց իսկապես տեխնիկապես ինքը շատ է ֆորմալիզացնում։ Բոլորը չէ որ սրա հետ համաձայն են, բայց քիչ շատից կարող ենք օգտագործել այս ներքին լեզու հասկացությունը, որը հենց այդ մտածողության լեզուն է։ Այսինքն այդ կոգնիտիվ ռևոլյուցիա ասածն էլ պետք է հասկանալ, որ ի սկզբանե առաջացել է այդ ներքին լեզուն որպես կարողություն, որպես գործիք մտածողության, եւ այնքան է ինքը գիտակցականացվել, որ այլևս էլ չի դիմացել, չի մնացել եւ կարիք եղել էքստերնալիզացվա, այսինքն լեզուն այն իմաստով ինչ մենք ենք օգտագործում, ինչը այս հաղորդման շրջանակում անվանենք արտաքին լեզու, ինքը ընդհանրեն էքստերնալիզացիա է ներքին լեզվի, որն էլ իր հերթին կոգնիտիվ հոմո սապիենսի կոգնիտիվ առաջխաղացման հետ զուգահեռ առաջացած կոգնիտիվ կարողություն է։ Այնպես որ լեզուն ունի երկու ֆունկցիա՝ հաղորդակցական եւ կոգնիտիվ։ Եթե այստեղ ուրեմն պատասխանը ավելի շատ հարցը սրա մասն է, թե որն է առաջնային, եւ այստեղ պատասխանը հեշտ չէ, չկա միանշանակ պատասխան։ Այսինքն գիտության մեջ իսկապես կա երկու պատասխանը, երկուսն էլ ունեն ուժեղ արգումենտներ։ Ես ավելի ծանոթ եմ եւ ավելի հակված եմ այդ կոգնիտիվ վարկածին, բայց վերջերս մտածում եմ իրականում այս կոմունիկատիվ վարկածներ ունի ուժեղ արգումենտներ, որը հետաքրքիր է, որի մասին խոսել, միգուցե խոսակցության ընթացքում վերադառնանք, որ շատ չծանրաբեռնեմ։ Բայց այո, պետք է անպայման այս եռանկյունու մասին մտածենք այս հարցի շուրջ խոսել, լեզու, միտք եւ հաղորդակցություն, որոնք ամեն մեկը առանձին կոնֆիգուրացիաներ են եւ առանձին կապեր ունեն իրար հետ։ Լեզուն եւ հաղորդակցությունը կարելի է մեկը մյուսից առանձին պատկերացնել։ Կարող ենք ընդունել, որ կա հաղորդակցություն առանց լեզվի, տարբեր դրվագներ եւ օրինակներ կարող ենք բերել, կարող ենք նաեւ պատկերացնել լեզու առանց հաղորդակցության, ասեմ մարդը նույնիսկ ինքն իրանով որպես մենակ ունի լեզվին դիմելու կարիք, մարդը ներքին խոսք ունի, խոսում է։ Բացի մարմնի լեզվից, հենց լեզուն այդ իմաստով որպես ներքին դիալոգ, մարդը նույնիսկ երազում է խոսում, հա, այդ ամենաանգիտակցական վիճակում այդ ինտենսիվ process-ներն են լեզվավորվելու նույնիսկ կարիք զգում, այսինքն լեզուն միշտ չէ որ հակադեպրեսանտի ինստրուկցիաների մեջ գրած է նվազեցնում է ներքին դիալոգը։ Այո, ռումինացիան, հա, որ դու անընդհատ քեզ, այսինքն լեզուն եւ լավ բան է եւ իրական շատ մեծ վտանգներ ու թակարդներ ունի։ Դե ցանկացած մարդկային հատկանիշ կարող է օգտագործել կամ շատ գոնե պետք լինել։ Քան որ այդ հենց պատասխանը դրեցիր տարբեր ինչ որ տարբեր մոտեցումների ու դրանց միջև դեռ
շարունակվող բանավեճի կոնտեքստում ուզում եմ հենց այդ կարևոր բանավեճերից մեկն էլ ոնց որ շարունակենք քննարկել դեռ փիլիսոփաներից, բայց նաև առօրյա մեր դիտարկումներում մենք ունենք այդ հարցը, հա, մտածողություն եւ լեզու ինչպես են հարաբերվում իրար հետ, հարաբերս ինչպես են մտածողությունը եւ լեզուն կամ կոգնիտիվ process-ները եւ լեզուն, հա, իրար փոխարտադրում եւ երկու կողմանի հարց է սա, չէ՞։ Շատ երկու արդյոք օրինակ, հա, այդ բացառման ձևով են հարցնում։ Կա արդյոք միտք առանց լեզվի, բայց ես նաեւ կուզեի խոսենք, կա արդյոք խոսք առանց մտքի, որտեվ ես որ համենայնպես տեսնում եմ, բայց կուզեմ դու մի քիչ հենց քո բնագավառ այս հարցերը պատասխանել փորձելուց առաջ միշտ պետք է բարերը փորձենք սահմանել։ Այս իրականում շատ մեծ, ինչի ես չեմ էլ երևի փորձի սահմանել, բայց իրականում գոնե նշենք, որ սահմանում առաջին մեծ խնդիրն է, դե մենք ինչ ենք հասկանում լեզու եւ խոսք ասելով, իրական որ խոսենք կպարզվի շատ տարբեր ընկալումներ կան։ Դե մենք գործիքով էլ պետք է խոսենք հնամասը ինչ որ խոսում ենք, հենց մեր լեզուն էլ օգտագործում։ Կա միտք առանց լեզվի, դրանից եթե սկսեմ, ինձ թվում է գնալով ավելի շատանում են այդ ինսայթները, բայց միևնույն ժամանակ սա դեռ բավական վաղ գիտության են փուլն է, որ դեռ վաղ է դրա մասին շատ հստակ պատկերացում ունենալ, բայց արդեն ստանում ենք ինսայթներ, որ կա մտածողության տեսակ, որը պարտադիր չէ որ լեզվով լինի։ Չէ, հիմա արդեն խոսում են պատկերային վիզուալ մտածողության մասին, պարզվում է որ մարդիկ ավելի շատ են պատկերային մտածում, քան նախկինում էր ընդունված կարծել կամ որ կան մարդիկ, որ ավելի շատ պատկերային են, քան այլ մարդիկ։ Բայց դրա հետ մեկտեղ կարծում եմ դերևս հիմք չկա կանխատեսելու, որ հնարավոր է ապագայում այն փաստը, որ լեզուն է ամենահիմնական գործիքը մտածելու, որ հարցադրվի։ Ռադիկալ ձևով, այո, չեմ կարծում հիմք կա։ Այստեղ միայն լեզուն չի, որ պետք է սահմանել, այստեղ մտածողությունն էլ, չէ՞, պետք է սահմանել, որ կարողանանք այդ հարցին ավելի բան պատասխանել։ Դրա համար մտածողությունը, հա, հիմա նայած ինչ ենք հասկանում, եթե մտածողություն հասկանում ենք այդ ինտենսիվ ստեղծագործական process-ը, որը ինչ որ արդյունք վերջնարդյունք է տալիս, որը միտքն է, ինձ թվում է դա չափազանց դժվար կոգնիտիվ առումով շատ ճիք պահանջող բան է եւ իրականում մենք շատ հազվադեպ ենք մտածում մարդ ուղեղը մտածել ամենաէներգիա խլող բանն է այդ կոգնիտիվ ռևոլյուցիան էլ հենց դրա մասն էր որ մարդու ամբողջ էներգա փոխանակությունը հարմարվեց նրան որ ուղեղը սկսեց շատ ավելի ամենաշատ էներգիան խլել այնպես որ մեր ուղեղը շարունակում է լինել ամենառեզիստենտ եւ ամենախնայողական ռեժիմով աշխատողը դրա համար մարդը իր բնույթով չմտածող է ուղեղը մեզ տանում է ավելի նվազեցնելու մտածելը, որտեղ սա շատ էներգատար է եւ եթե դու էներգիան ուղղորդում ես մտածելու ուղղությամբ, դա լինում է ի հաշիվ այլ բաների, այնպես որ մենք շատ ավելի քիչ ենք մտածում, քան կարծում ենք։ Այո, բայց շատ խոսում ենք, այ մի քիչ էլ այդ կողմից խոս։ Իրականում շատ խոսելն էլ է դրա նշան, որ քիչ ենք մտածում։ Մենք չենք վախում բարձրաձայն մտածել։ Օրինակ մարդաբաններից մեկը էս գիտության հանրարչակումով զբաղվող պոպուլյար բավականին ասում էր էվոլյուցիոն ընտրանքը ժամանակին եղել է ինտելեկտի ուղղությամբ եւ բնականաբար մտածողության, որը եղել է գոյատևման շատ ուժեղ գործիք, բայց հիմա ժամանակակից մշակույթ այնքան է դարձել եւ կենսակերպը, երբ որ դու ստիպված ես շատ տեսակի խնդիրներ լուծել, այլ ինչ որ նեղ մասնագիտական գնում է հակառակի ուղղությամբ, այսինքն ավելի է пассивանում Երևի ամեն դեպքում էլի էվոլյուցիոն ընտրանքը կապ ունի այդ Հա, մենք կարող ենք դրամա տեսնել դրանում, բայց դա օրինաչափ եւ դա ունի եւ եթե էվոլյուցիան մի որոշակի ուժեղ կողմը չէ դրա մասին եթե չխոսեմ, միգուցե այստեղ կարեւոր է տարբերակել մարդ անհատ եւ հասարակություն հարթությունները, հնարավոր է որ որպես հասարակություն ենք մենք սկսում ավելի քիչ մտածել, որովհետեւ ավելի շատ ենք մի կողմից գիտակից մի կողմից գիտելիքացված, գիտելիքով լցված ինֆորմացիան է շատ, որը ելի իրականում տեղ է գրավում մեր կոգնիտիվ համակարգում, որը ճզմում է, հա, ի հաշիվ է լինում են մտածողական էներգիայի, բայց ինչ որ ինչքան հասարակական մակարդակում են քիչ մտածում, այնքան էլ ավելի ուժեղ է արտահայտվում անհատ մտածողի ավելի մտածողական ուժն ու կարողությունն է ուժեղանում դժվար է սրա մասին ասել բայց այն որ խոսքը բացարձակ չի ենթադրում մտածել եւ հնարավոր է նույնիսկ հակառակը իրականում խոսքը մտածողության հաջորդ փուլն է այսինքն խոսքը այն տարածքն է որտեղ դու ամփոփում ես քո մտածածը բայց հենց որ հասնում ես այդտեղ երբ որ կարծում ես որ արդեն մտածել ես եւ խոսքի ես վերածում դու արդեն ինչ որ չափով դադարում ես մտածել այն ակտիվ ստեղծագործական իմաստով եւ Այո, խոսքը իրականում են ամբարված, հա, ռետրոակտիվ process է, որը նախքին մտածածն է ամբարում, բայց խոսելու ընթացքում մտածելը դրա համար ես օրինակ ինքս հաճախ եմ զգում, որ մարդկանց հանդեպ եւ իմ հանդեպ շատ պահանջատեր են, որ խոսքը լինի անպայման մտածողությամբ ուղեկցված,
բայց դա շատ հազվադեպ է լինում եւ դա ինձ շատ ֆրուստրացիա է պատճառում եւ իմ եւ ուրիշների եւ նաեւ ինձ վրնացնում եմ որ շատ հաճախ եմ մարդկանց խոսքի մեջ չափում թե ինչքան շատ են կար այդ խոսքում շաբլոնները որոնք մարդը արտաբերում է որպես սեփական միտք բայց որը որ թափ է տալիս այնքան էս լսե այնքան էս ասե որ անդադ հաշվում եմ որ այս միտքը չհնչեր այս խոսքը չհնչեր ոչինչ չէր փոխվի աշխարհում այսինքն խոսքից անդադ պահանջում ես ոչ միայն այդ իրականության նկարագրություն ֆիքսում, այլ նաև նոր բանի ստեղծում, որը շատ բարդ է, շատ հազվադեպ է, դրա համար այն մարդիկ, ովքեր անդադ խոսելիք եւ ասելիք ունեն, իրականում զգում ես, որ սպասում ես, որ մի քիչ չեն արտադրում, այլ վերարտադրում են, խոսքը իրականում, հա, հիմնական ես ուզում եմ ես մասին ուղակի լինել, որտեվ օրինակ ես որպես ինձ մա հոգեբան կարող եմ ասել, որ կարող գուցե պատճառը այն է, որ մարդուն թվում է, որ ինքը մտածում է, խոսքը ինքը ապրում է որպես միտք, մարդը հակված է, այդ, հա, ինքը որ խոսում է, իրեն թվում է մտածում է, բայց շատ հաճախ ինքը ընդհանրեն է իսկապես, այսպես իր ապարատով վերարտադրում է մի բան, որ իր փոխային վաղուց մտածված է։ Հարսանիքի թամադաները, լսում ես, այսինքն կենացների մակարդակում, չէ՞, սենց արտահայտություն կա, ինչը ենթադրում է խոսել, պատրաստի ինչ որ շաբլոններով, կաղապարներով եւ մտքերով եւ արժեքներով, այսինքն ձայն արտաբերել որևէ բան չասելով։ Բայց եթե հետևես իր մարմնի լեզվին, այդ տվյալ մարդը համադան վստահ է, որ ինքը միտք է արտադրում, ինքը ինքան գոհ է իրանից։ Այդ իրոք ես չեմ բացառում, որ հնարավոր է մտածել խոսելուց։ Ես իմ վրա զգում եմ, որ դա լինում է, բայց դա շատ հազվադեպ է լինում։ Ես չեմ բացառում, որ դու ինտենսիվ մտածում ես խոսելու ընթացքում։ Զգացում։ Հա, ես, բայց դա հազվադեպ է լինում, շատ հազվադեպ է լինում, դա շատ բարդ process է, դա շատ էներգատար հոգնեցնող process է։ Երեք ես հաղորդմանը պատրաստելուց եւ որ ինքս իմ մեջ իմ մտքերն էի փորձում հստակեցնել, ձևակերպել, ես շատ հոգնեցի։ Այսինքն այդ հոգնելը, մտածելու բարդությունը Եվ հենց դրա համար մենք ավելի շատ խոսում ենք եւ հենց դրա համար էլ շաբլոնները գերակայում են եւ ինչքան քիչ է միտք այնքան շաբլոնները գերակայում են եւ լռության ֆակտորը միանշանակ այն տարածքն է որտեղ դու մտածում ես չբացառելով ամեն դեպքում մի փոքր օպտիմիզմ մարդ տեսակի հանդեպ որ հնարավոր է խոսել եւ մտածել բայց խնայելով մեր ուժերը այսինքն հասկանալով որ ավելի լավ է համակշռ հավասարակշռել լռությունը իհարկե ավելի ճիշտ տարածք է մտածել եւ դեֆիցիտ է ասում հետ գանք էլի կամ շարունակենք չգիտեմ իրականությունը արտադրելու, վերստեղծելու լեզվի այդ ֆունկցիային եւ անգամ նույն լեզուն կրող մարդկանց շրջանում այդպես ոնց որ Սոնան ասաց որ մարդիկ կան խոսում են առանց բան ասելու եւ հակառակը կան մարդիկ որոնք իրոք բան են ասում եւ այդ լեզուն այնքան անսովոր ու օտար կամ անհասկանալի խորտ կամ հետաքրքիր է հնչում եւ սրա ավելի ծայրահեղական կողմը կոնֆլիկտները երբ որ տեսնում ես որ մարդիկ իրար չեն հասկանում որովհետեւ տարբեր լեզուներով են խոսում ոչ թե տարբեր բաներ են ասում ոչ թե տարբեր բաներ են ասում այսինքն տարբեր լեզուներով են խոսում եւ մի տեսակ դա ոնց որ հուշի որ այդ մարդիկ տարբեր իրականություններում են ապրում այ ինչքանով է լեզուն ունակ նույն լեզուն կրող համայնքի շրջանում տարբեր մարդկանց համար տարբեր իրականություն ստեղծել հա տարբեր լեզուներում եւ մշակույթներում այդ ոնց որ արդեն նաեւ հայտնի փաստ է կան լեզուներ որոնք ունեն սպիտակի 50 անուններ որոնք ձյան եւ տարբեր եւ կան լեզուներ որտեղ սպիտակ բառը առհասարակ չկա այսինքն մի տեսակ sense ակնհայտ կերպով իրականությունը լեզու է ենթադրում բայց նաեւ նույն հասարակության մեջ տարբեր լեզուներ այ ինչքանով է լեզուն այդ իրականությունը մեզ համար բացազատող կամ հակառակը կտրուկ սահմանափակող սուբստրատ ինչքանով է ինքը ստեղծում իրականությունը Էլի շատ բազմաշերտ հարց է էլի միագիծ չեմ կարող պատասխանեմ էլի առանձնացնեմ մի արիգոնե այն մասը այն ձյան մասը թողնենք մի հատ առանձին թեմա այսինքն ինչքանով է լեզուն պարտադրում իրականություն եւ ուղղորդում մտածողություն, հա, այսինքն ինչքանով է այն մարդը, որ իր լեզվում 50 հատ ձյան բառ կա, ինքը ավելի լավ ճանաչում է ձյան երանգները, քան մենք այս մշակութային ռելատիվիզմը մի փոխ թողնենք, որը էլի լեզու միտք կապի մասին է։ Եվ այն մյուս հարցը, որ նույնիսկ մի լեզվով խոսող մարդը հիմնականում կոնֆլիկտ ունի, դրա համար էլ ես իրական ընդհանուր փորձում եմ բառերը սահմանենք, հստակեցնենք ով ինչ բառ ասելով ինչի նկատ ունի, որովհետեւ իրականում այդ կոնֆլիկտն է որ թափ է տալիս։ Բոլորը սկսում են հենց դրանից, որ բառերի իմաստները այնքան բազմազան են, որ ամեն մեկը մի իմաստ ունի։ Ու սա լեզվի ամենախորքային էություններից մեկն է, հա, եթե ասեն լեզվի
երկու հատկանիշ նշենք, որը բնորոշում է մարդկային բնական լեզվին, մեկը երկրորդը գոնե, ասեմ, բազմիմաստություն։ Իսկ սա նշանակում է, որ լեզուն շատ չափազանց թերի գործիք է հաղորդակցության համար։ Լեզուն շատ ավելի թերի է, քան մեր միտքը։ Գերագնահատված է, հա, լեզուն։ Պոտենցիալ ամեն դեպքում մեր մտքի շատ ավելի լայն է, քան մեր լեզուն ի վիճակի է։ Ի նկատի ունեմ մեր լեզվի լեքսիկան, by default, էլի կոգնիտիվ ճանաչողական հատկանիշներով մեր պայմանավորված, դի շատ սահմանափակ ու թերի լինի։ Այսինքն ցանկացած աշխարհի լեզու ունի շատ ավելի քիչ բառ, քան մարդը ունի կարիք այդ բառերով կոնցեպտներ եւ իմաստներ ու նրբիմաստներ փոխանցելու։ Ու սա շատ է պարտացնում կոմունիկացիան, որովհետեւ մենք անընդհատ խտացնում ենք բառերի իմաստները։ Ստեղից էլ պետք է լինի այդ ոչ ռեզիստենտությունը մարդու ճանաչողական ճկունությունը հասկանալու թե որ բառը որ կոնտեքստում ինչ իմաստով է արտահայտվել։ Ուրեմն բազմիմաստությունը, հա, լեզվի ամենախորքային, ամենաէական հատկանիշներից մեկն է ցանկացած լեզվի։ Այս մի քիչ երևի արժի ստեղ նշել, որ իրականում հայկական հասարակությունում մենք շատ չենք դա ընդունում, շատ չենք այդ մեխանիզմով շարժվում, մենք հակառակը լեզվից միշտ պահանջում ենք մեկ բառ, մեկ իմաստ, մենք իրականում շատ հիմնականում այդ հասարակական շեյմինգը, որով միշտ իրար ուղղում են գրագիտության դիրքից, միշտ այդ մեխանիզմով է, որ այս բառը այս իմաստը ունի, ինչ է այս իմաստով, ինքը այս ֆունկցիան ինչ է, այդ ոսկեղենի գրական գրավորին հատուկ մեկ բառ, մեկ իմաստ, այդ բառարանային ամրագրումները, ինքը հակա լեզվիությանը շատ հակադիր է լեզուն ապրիորի բազմիմաստություն լինի եւ մարդը անընդհատ խոսելուց դիմացինին դնում է շատ նեղ, շատ դժվար վիճակի մեջ մտագուշակումներ անելու։ Այստեղ մի հատ կարևոր էլի թեմա է, այս բառը ես հորինել եմ, ստեղծել եմ, որովհետեւ մի հատ տերմին կա տեխնիկական անգլերեն, որը չեմ կարող հայերեն թարգմանեմ, որը շատ կարևոր է լեզվաբանության լեզվի եւ հաղորդակցության բացատրությունների մեջ, կոչվում է inference, ինֆերենցիա։ Մտածողական process-ը, երբ որ դու ընծանրամասն է, որ լեզուն ոչ թե կոդային համակարգ է, էլի մի հատ շատ դոմինանտ, շատ ավանդաբար ընդունված եւ նաեւ հանրության մեջ ընդունված կարծիք, որ մենք լեզուն որպես կոդ ենք ընկալում։ Հա, ես կոդավորեցի իմ մեսեջը, դուք տվեցի ձեր ուղեղը այդ կոդը ունի, մենք նույն լեզուն ենք, ապա կոդավորեց եւ հասկացա, բայց այդպես չէ։ Իրականում լեզվով մենք ասում ենք մեր ասելիքի, չգիտեմ, մաթեմատիկորեն եթե չափենք ոնց կստացվի 40%-ը թե 60%-ը թե երբեմն 20%-ը, մեծ մասը նշանակալից մասը այն ինչ մենք ուզում ենք ասենք, մենք չենք ասում։ Դա by default է ցանկացած լեզվում։ Այսինքն հաղորդակցություն նշանակում է ոչ միայն ապակոդավորում, այլ նաև այդ inference-ը, այդ մտագուշակումը, այն պահից, երբ որ ես նախադասություն եմ ասում, ես ձեզ հրավիրում եմ մի հատ ուժեղ կոգնիտիվ ճիքային, հա, sense ճանքային process-ի, որ հասկանաք, թե ես ինչ եմ ուզում ասել, եւ սա հենց սա կապված է ճանաչողական ավելի լայն հատկանիշների հետ։ Կա մի հատ հատկանիշ, որը ուժեղ մասնակցում է այս լեզվահաղորդակցության հասկացողական process-ներին, որը կոչվում է էլի հոգեբանությունից ենք փոխարել, կոչվում է theory of mind, մտքի տեսություն, ինչ որ շատ ոչ ինֆորմատիվ տերմին է։ Շատ է։ Հա, ինքը որը հենց այդ mind reading capacity-ն է, միտքը կարդալու ուրիշի։ Այսինքն, որը իրականում պետք է նաև լեզվի ձեռքբերման համար երեխայի, այսինքն շատ տարբեր ենթաշերտեր ունի սաղմնային եւ մի խոսքով սա նրա մասին է, որ հաղորդակցությունը չափազանց բարդ է եւ մենք այդ կոդին վերահույս դնելուց բացի պետք է անդադ մտագուշակումներ անենք, թե դիմացինը ինչ է ուզում ասած լինի։ Լիքը սխալներ կարող են կան, չէ, ասենք բրիտանացիների մասին, որ եթե բրիտանացին ասում է, հա, այդ նշանակում է չէ։ Այո, եւ կոնտեքստի հաշվառումը այդ ամեն ինչի մեջ։ Այսինքն նույն նախադասությունը կարող է բազում իմաստներ ստանալ տարբեր կոնտեքստներում։ Հա, այդպեսի մեմային իրականում շատ ինքը արտացոլումներ է ստանում, մարդիկ, որոնք բացահայտում են սա, անընդհատ մեմերի տեսքով սրա մասին խոսում են, իսկ լեզվաբանության մեջ սա էլ էր բացահայտում եւ էլի ժամանակ պետք եղավ մինչեւ լեզվաբանությունը հասնի այս թեմաներին 1950-ականների նոր լեզվաբանություն մեջ սկսեցին լեզուն ոչ թե միայն այդ իրականություն օբյեկտիվորեն նկարագրող եւ կոդային համակարգով փոխանցող վերարտադրող գործիք ընկալել, այլ կապել այլ ճանաչողական եւ բարդ հասկացողական process-ների հետ, հասկանալ, որ հաղորդակցությունը միայն լեզու չէ, որ հաղորդակցությունը լեզու է, որի համապատասխանատու է ուղեղի լեզվական կենտրոնը, հա, որ այդ լեզվում կոդավորված նշանակությունն է ապակոդավորում, բայց այնտեղ կան այլ կենտրոններ, որոնք պետք է գուշակեն եւ այլ տիպի ինֆորմացիաներ processing անեն, մշակեն, որպեսզի համընդհանուր նախադասության իմաստը արժեքը հասկանան, ու այսպես լեզվաբանության մեջ իրական ձևավորվեց նոր գիտակարգ, որը զբաղվում է հասկացողական process-ներով եւ հաղորդակցության մեջ իմաստի կառուցմամբ։ Այսինքն կա նշանակություն, որը լեզուն է մեզ փոխանցում, որը կոդավորված է բառերի մեջ, որը մենք մաթեմատիկորեն հաշվարկում ենք, բառերի նշանակությունը կազմեն ավեսյալ նշանակություն, բայց կան իմաստներ, որը մենք կառուցում ենք այս պահին, միասին ենք կառուցում, ես ինչ որ մտադրություն ունեմ, որը փոխանցում եմ եւ հույս եմ դնում, որ դուք
ձեր ջանք բավականաչափ ջանքը գործադրեք, որպեսզի գուշակեք, եւ դուք այդ պահին այդ կոնտեքստային բոլոր ֆակտորները հաշվի առնելով փորձում եք կառուցել իմաստը, ուրեմն այդ իմաստ նշանակություն տարբերակումն էլ հենց այո, իմաստի նշանակություն տարբեր։ Այսինքն մարդը ամեն դեպքում դատապարտված է իր հետ որոշակի սահմանափակ փորձառություն կիսող մարդկանց կողմից միայն հասկացվելու ավելի լայն իմաստով իր կատակները, արտահայտած մտքերը, չգիտեմ, պատմությունները եւ ինքը առհասարակ չի հասկացվի։ Այդ կոդավորում, ապակոդավորում եւ մտագուշակությունը փաստորեն այտենց ավելի միայնակ ամես դարձնում մի տեսակ։ Եվ այո, եւ նաեւ այդքան էլ դետերմինացված չէ, այդքան էլ դատապարտված չէ, որովհետեւ էլի միշտ հիշում ենք, որ մարդու միտքը շատ ավելի ուժեղ եւ հզոր եւ ճկուն է, քան մարդու լեզուն, բայց այն որ լիքը այն որ իրական ավելի շատ իրար չենք հասկանում, քան հասկանում ենք, սա զարմանալի չէ, այսինքն ավելի զարմանալի է, որ իրար հասկանում ենք, քան որ չենք հասկանում, այն որ իրար հասկանում ենք, բացատրվում է նրանով, որ բացի այդ լեզվական կենտրոնից, որը ապակոդավորում է, նշանակությունն է հասկանում, մեր ուղեղը ակտիվորեն այլ կենտրոններ է մոբիլիզացնում, որպեսզի հասկանա այդ ընդհանուր կիսած պատմությունը, լիքը կոնտեքստային, հա, նախորդ ինֆորմացիաներ, աշխարհաճանաչողական եւ մեր իրար հետ ընդհանուր ինֆորմացիան եւ այլն, դա բացատրում է թե ոնց է լինում, որ մենք հասկանում ենք, իսկ չհասկանալը շատ ավելի քիչ զարմանալի եւ ավելի հեշտ բացատրելի երևույթ է, իրականում սա հարցը ավելի շատ դա է, ինչպես է լինում, որ մենք իրար հասկանում ենք, որովհետեւ ինչքան ուսումնասիրում ենք հասկացողական եւ իմաստի կառուցման process-ները, այնքան հասկանում ենք, որ սա շատ ավելի բարդ է, քան մենք սովոր ենք եղել դրա մասին մտածել, ինձ որ հարցը ավելի շատ դա է, ինչպես է լինում, որ մենք իրար հասկանում ենք, այո, նույնիսկ նույն լեզուն կրելով, որովհետեւ լեզվական հաղորդակցությունը միայն լեզվի մասին չէ։ Եվ դա կարծես երբեմն այդ հասկանալն էլ պայմանավորվածություն կարող է լինել։ Այսինքն մենք իրար հասկանում ենք, հա, կոնվենցիոնալիզացիա լեզվում, պայմանականացվում է լեզվում, քարանում է լեզվում, բայց իրականում հա լիքը բաներ մնում են ամեն դեպքում այդ սպոնտանիկ։ Քանի որ կոնվենցիայից խոսեցինք, հանրային դաշտ էլ ավելի գնանք, հա, Հասմիկ, օրինակ, տես ինչքան էլ որ մենք ասենք, որ այո, լեզուն միտքը կամ լեզուն հաղորդակցությունը նույնը չէ, բայց մենք մեր ոնց որ պրակտիկ կյանքում ոնց որ դրանք միշտ այնքան շահկապված են իրար, որ օրինակ լեզուն դառնում է շատ հաճախ թակարդ, չէ՞, օրինակ նույն քաղաքական, ասենք, այո, մենք թեկուզ եթե վերցնենք մեր համար շատ ցավոտ հարցը նույն Արցախյան, այն օրինակ ազգայնական դիսկուրսը, որը կար, նաև ոնց որ մարդկանց համար ստեղծել էր իրականություն, որ ամեն ինչ լավ է, չէ՞, բայց մյուս իրականությունը կար, որ ամեն ինչ լավ չէ, չէ՞, որտեղ այդ իրականությունից ելնելով մարդիկ իրանց երեխաներին փախցը, այսինքն մի տեսակ բայց կար այդ կոնվենցիան, հա, բայց այդ կոնվենցիան կարևոր իրական հանրային միտք էր, որը ազդում էր մեր որոշումների չկայացման վրա։ Հիմա ուզում եմ ասել, օրինակ, եթե մենք թեկուզ այսօրվա մեր խնդիրների կամ հնարավորությունների մասին խոսենք, այսօր մենք մեր հանրային խնդիրների մասին ինչ լեզվով ենք խոսում, այդ լեզու կամ ինչպես ենք խոսում, կա այդ մենք ունենք հնարավորություն դուրս գալու այդ ոնց ասեմ, կաղապարող դիսկուրսների դաշտից, մենք մեր լեզվով ենք խոսում, թե միջազգային նորմերի կամ չգիտեմ ինչ որ դրսից ներմուծված լեզվով ենք խոսում, թափես հանրային դաշտում ինչ է դառնում այս ասիմետրիաները։ Միշտ հիշենք, որ լեզուն ամենամեծ թակարդներից է, միշտ հիշենք, որ լեզուն կարող է խանգարի մտքին։ Լեզուն դինելով մտածողական գործիք, լեզուն ամենաշատն է խանգարում մտքին, այսինքն մտածելը, արտահայտելը պետք լեզվով եւ ներքին լեզվով ենք մտածում, բայց միևնույն ժամանակ մտածել անընդհատ, եթե ես սահմանեի մտածելը, ես անդադ կասեի փոշի թափ տալ։ Իմ ուղեղի այդ մետաֆորիկ ընկալումը մտածել երևույթի միշտ այդ պատկերն է ստանում փոշի թափ տալ։ Ու դա հենց դրա մասինն է, որ լեզուն անդադ փոշի է հավաքում, այսինքն այդ դիսկուրսիվ փաթերները, կաղապարները, որ մենք խոսում ենք, իրանք այդ շաբլոններն են, որոնք անդադ կրկնվում են եւ այդ շատ կրկնվելը տպավորություն է թողնում, որ իրանք ճիշտ են, որը բերում է այդ պրեսուպոզիցիան, այդ կանխադրույթը, որ ուղեղին բլոկ է անում, որ եթե բոլորն ասում են ու ճիշտ է, այդտեղ չկա հարցադրման բան, սա արդեն հաստատված ճշմարտություն է, այսինքն ասույթները, պնդումները ամենավտանգավոր բաներն են, որովհետև ոչ միայն իրանք արդեն մտածված, վերջացած, չմտածողական ամփոփ մտածողության ամփոփումներ են, բայց նաև այն փոշի հավաքածը, որը կաղապարում է մեզ սահմանների մեջ է դնում եւ մենք չենք զգում, որ մենք դրա շրջանակում ենք մտածում, ինքը մեզ մատուցվում է եւ մեզ գերեվարում է, ու մենք էլ չենք մտածում, այսինքն մտածել նշանակում է առաջին հերթին թափ տալ հենց այդ շաբլոնները, դրա համար են, որ ասեցի ֆրուստրացիա ունենում շաբլոններով, այսինքն այսօրվա մարդու ավելի քան երբևէ գերխնդիրն է լինել գիտակից եւ զգոն, հասկանալ, որ լեզուն մեծ թակարդ է եւ այդ հանրային դիսկուրսներում լեզուն ամենաշատը ծառայում է մանիպուլյացիային եւ ամենաշատը ծառայում է
կեղծին մանիպուլային երկընտրանքին, այո, կեղծ իրական կամ սպիտակ, մահ կամ ազատություն։ Իրականությունը ուզալցի տեղտնելու, այսինքն իրականությունը հեռացնելու։ Լեզվի պարադոքսը հենց դրանում է, որ ինքը իրականություն ճանաչելու միջոց է եւ ինքը հենց մեզ սամ նփակում է։ Այսինքն անընդհատ պետք է թափ տալ այդ փոշին եւ մտածել է հենց այն նշանակում։ Հետ կապված մի հատ ուզում իմ մոտ էլ ուրիշ բան գնաց, մտապատկեր կամ պրովոկացիա, իսկ ինչ եթե թափ տանք փոշին ու պարզվի որ եղած չեղածը փոշի էր, այսինքն գուցե մարդկանց դա է վախեցնում, որ հենց վախեցնում է, այո, որովհետև հա, սա հենց այն հոգեբանական արդեն էությունն է մարդը, որ մարդը վախենում է անծանոթից եւ հենց դրա համար է մտածողությունը այդքան էներգատար կոգնիտիվ առումով, որովհետև հոգեբանական մարդը որպես իհակ վախ ունի մտնել անծանոթ զոնա, այսինքն փոշի թափ տալը այո մեծ ռիսկեր ունի, որ դու պետք է նորովի զրոյից հասկանաս, բայց սա մտածելը հենց սա է, այսինքն մտածելը ռեֆլեքսիվ մտածողության ստեղծագործական ինտենսիվ, այո, մտածողություն, որը փոշին թափ տալու ունակ մտածում։ Եթե համարենք, որ մտածողությունը սուբյեկտիվ process է, որտեղ դու ես գործող agent, ոչ թե փոխանցող, կրող, եղած շրջանառվող արդեն շաբլոնների, հենց այդ դրա մասին է փոշին թափ տալ։ Հա, որը կոգնիտիվ առումով իսկապես շատ բարդ process է եւ հատկապես հանրային դիսկուրսում հենց շա է շահագործվում։ Եթե կարող եմ օրիթ օգտագործելով շեղվել, մենք շեղվելու լավ դաշտ ունենք։ Իրականում սա մեզ տանում է այն թեմային, որից սկսեցինք լեզվի կոգնիտիվ թե կոմունիկատիվ ֆունկցիա, որոնք էլի այնքան են իրար կապված, որ դժվար է էլի մեկը մյուսից առանձնացնել։ Այ որ ասեցի, որ ինձ համար ամեն դեպքում ամենահամոզիչը այդ լեզվի կոգնիտիվ ֆունկցիայի առաջնային դինելն է, բայց նաև ասեցի, որ շատ համոզիչ արգումենտներ կան ի օգուտ կոմունիկատիվ ֆունկցիայի։ Ու այս կոմունիկատիվ ֆունկցիայի ջատագովները, որոնք ասում են, որ լեզուն առաջացել է կոմունիկատիվ նպատակներով, հաղորդակցական նպատակներով, հաղորդակցական, այսինքն ավելի սոցիալ նպատակով, ոչ թե ճանաչողական, նշում են ավելի նեղ իմաստով, հասկանում են մանիպուլյացիան։ Այսինքն են ամենաուժեղ driving այդ ուժը trigger-ը, որը ստիպեց, որ Homo sapiens-ը հասկանա, որ ինքը կարիք ունի չեղած լեզվով, առանց լեզու շատ լավ ապրում էր, կարիք ունի լեզվի, իրականում մարդու այն էությունն է, որը կարող ենք անվանել իշխանատենչություն, ազդելու, հա, մանիպուլյացիա ասելով էլ հասկանում ենք ոչ թե այդ էպիստեմիկ մտածողական մոլորեցումը, այլ դիմացինին անել տալ այն ինչ դու ուզում ես, այսինքն ստրկացնել, շահագործել, ինստրումենտալ օգտագործել, իշխանատենչություն, այսինքն այն պահից, երբ որ մարդը հասկացավ, որ ինքը ուզում է սոցիալական հիերարխիայում ավելի բարձր դիրք գրավի դիմացինի վրա ազդի, դա անվանենք մանիպուլյացիա, ինքը հասկացավ, որ ինքը ունի լեզվի կարիք եւ այստեղ էլ գալիս է լեզվի մեկ այլ ֆունկցիա, հաղորդակցական ֆունկցիայի մեջ, հաղորդակցական ֆունկցիան չպետք է հասկանանք միայն իրականությունը նկարագրել եւ փոխանցել, հաղորդակցական ֆունկցիայի մեջ կա էլի մի հատ նոր շերտ, որը էլի գիտության լեզվաբանության մեջ նոր է ավելի սկսել համեմատաբար ուսումնասիրվել, որը կոչվում է խոսքային ակտ, որը նրա մասին է, որ լեզուն ոչ թե ծառայում է, հա, իրականությունը փոխադրելու, իրականության մասին պատմելու, այլ իրականությունը, այո, տեսություն կա, speech act տեսություն, խոսքային ակտեր, որ լեզուն ծառայում է իրականությունը փոխելու, որ լեզուն դու ոչ միայն լեզուն օգտագործում ես իրականություն նկարագրելու, այլ դու գործում ես նոր իրականություն ես ստեղծում, ու այդ speech act-երն են, օրինակ հրամանը, խոստումը, հա, երբ որ ես բան եմ խոստանում, ես նոր իրականություն եմ ստեղծում, մեր միջև միջանձնային նոր հարաբերություն է ստեղծում, մենք էլ նույնը չենք։ Ամենակոնվենցիոնալիզացված, այդ ինստիտուցիոնալիզացված speech act-ը, որպես դասագրքային օրինակ, այդ եկեղեցում, երբ որ մենք արտոնություն ենք տալիս ինչ-որ մի անհատի, մի նախադասություն արտաբերել, որով փոխվում է զույգի սոցիալական ստատուսը, հա, ես ձեզ հայտարարում եմ այրուկին, նախադասությամբ իրականություն է փոխվում, հսկա իրականություն բոլորի համար, այդ դեկլարացիան։ Ու այդպիսի ուրեմն speech act-ը հրամանը, որը այլ speech act-երի խոսքային ակտերից հենց այն ամենակարևորն էր, որը այդ կոմունիկատիվ վարկածի մեջ նշվում է որպես պատճառ, որ Homo sapiens-ը կարիք ուներ հրաման speech act-ի միջոցով սոցիալական դերեր բաշխել եւ մանիպուլացնել եւ իշխանատենչության այդ մարդու էության մասին է խոսում, այսինքն լեզուն ծառայում է մարդու այդ ամենախորքային իշխանատենչական մոլորեսնող մանիպուլատիվ նպատակներին, որը հետիք էր լեզու առաջացման։ Սրա մասին արժեր հաստատ խոսել, մանավանդ բոլոր ձախական եւ դիմադրողական, այսպես ասած, շարժումները միշտ ի հայտ են եկել նախ եւ առաջ նոր լեզու եւ նոր ձևակերպումներ ստեղծելու, այսինքն բռնության փաստը արձանագրում այն բանին, երբ որ ստեղծում է դա նկարագրող լեզու, այսինքն չգիտեմ, օրինակ
հոմոֆոբիա, բառը ստեղծվում է եւ դա միանգամից գնահատական է պարունակում իր մեջ։ Իրականությունը ստեղծվում է դա անվանելով, անվանում սա մեզ իրական կարող է տանի աստվածաշնչյան աշխարհաստեղծման աստվածափիլիսոփայություն։ Իշխանության եւ լեզվի եւ դրա միջոցով կառավարելու, մանիպուլացնելու հարցի մասին մի քիչ ավելի ուզում եմ կենտրոնանալ ոնց է առհասարակ սահմանվում այդ լեզվի լեգիտիմության սահմանները, որ այս լեզվով լեգիտիմ է խոսել, չգիտեմ, սա կարելի ասել, այս չի կարելի ասել, եւ ոնց է իշխանությունը, դա կլինի եկեղեցական, քաղաքական, չգիտեմ, որևէ կոմերցիոն, մարքեթինգային, այդ էլ ահագին մեծ հոսք ունի, այսինքն գովազդային լեզուն, որով քեզ որոշակի բան են ներշնչում, որ դու կունենաս ինչ-որ ստատուս, եթե գնես այս ինչ բանը կամ կունենաս խնդիրների լուծում։ Այսինքն ոնց է առհասարակ ստեղծում այդ լեզվական կաղապարները, որով մեզ իշխում են այս կամ այն խմբերը։ Էլի, չգիտեմ որտեղից սկսեմ, որտեղ էլի շատ տարբեր տեղեր է տանում։ Մի հատ բառ կա լեզվաբանությունից, որ ես անընդհատ շատ եմ սիրում օգտագործել եւ առաջարկում եմ, ներմուծել մեր ամենօրյա բառապաշար, որը էլի հայերեն մի քիչ դժվար եմ թարգմանում, պրեսուպոզիցիա կամ խենթադրույթ։ Կանխադրույթ։ Սա հենց այն թակարդային ամենաֆունկցիան է բնութագրում լեզվի, որ դու խոսում ես ներկայացնում ես որպես ընդունված, արդեն անժխտելի, անհարցադրելի ճշմարտություն, ինչ որ բաներ, հենց նրա միջոցով, որ դու դա չես պնդում, այսինքն ներկայացնում ես այնպես կարծես դա արդեն ակնհայտ է։ Գովազդը հենց դրա վրա է հիմնված, ասենք, երբ որ ասում ես կանանց հոգսը խոհանոցում թեթևացնելու համար, առաջարկում ենք այս ինչ գործիքը, իր հետևում է թակարդային պրեսուպոզիցիան այն է, որ կանայք են խոհանոցի վերցնելու։ Սա այն շերտն է, որը դու չես արտաբերում։ Եվ որ իրանք այդ նվերը ուզում են։ Այո։ Սա հենց այն շերտն է, որ չգիտակցում ես պրեսուպոզիցիան, հա, դու չես ասում կանայք ունեն գործ խոհանոցում, որովհետև այն պահին, երբ որ դու պնդում ես, պնդումը assertion-ը արդեն հրավիրում է, ինքը գալիս է իր ճշմարտության արժեքի հետ։ Երկու տարբերակով այո կամ ոչ, պնդումը ինքը վերում է պոտենցիալ այդ դաշտը, որտեղ դու իրան մեկնաբանես, այսինքն հրավիրում է նաև հարցադրման ենթարկել։ Պնդումները հարցադրման ենթարկվող խոսքային ակտեր են։ Պրեսուպոզիցիաները խոսքային ակտեր չեն հենց դրանով, որ իրանք չեն ասվում։ Եվ հենց դրա համար, որ չեն ասվում, թելադրվում են այն կարծես թե աքսիոմատիկ են մատուցվում։ Ու ավելի դժվար է դրանց դիմադրել ու ասել, բայց ցելը մի րոպե, բայց ով ասեց, որ ես համաձայն եմ քո խոսքի այն չասած հետևի պրեսուպոզիցիայի հետ, այդ բայց մի րոպե են, ինքը շատ դժվար կոգնիտիվ հարցի ձև է։ Ուրեմն այս պրեսուպոզիցիան կարող ենք էլի շատ տարբերակներ կան, բայց սա շատ հետաքրքիր թեմա է, որը բավական օգտակար է այս մասին խոսելու, հա, պրեսուպոզիցիաները հենց այն թակարդներ են, որի վրա գովազդն է կառուցվում, որի վրա մանիպուլյացիան է արվում։ Մեկ այլ նաև քաղաքական խոսքն է կառուցվում եւ մեդիա դիսկուրսը Հենց այո, հենց պրեսուպոզիցիաներից պիտի միշտ զգույշ լինենք, այսինքն միշտ ասվածի հետևում պիտի փնտրենք չասվածը, եւ այն չասվածը, որը ներկայացնում է որպես բացարձակ ճշմարտություն, ու դրա համար, եթե էլի վերադառնանք այս լեզու միտք խոսք կապին, եթե կարող է լեզուն օգնի մտքին եւ հրահարի ու խթանի խոսքով միտք մտածել, երևի այն ամենահարմար ֆորմատը հարցն է, որը էլի speech act է, խոսքային ակտ է։ Խոսքային ակտերից հենց հարցերն են, որոնք այն խոսքալեզվային ֆորմատն է, որը խթանում է մտքին, որովհետև հարցադրելն է, որ այդ փոշի թափ տալու հրահրող տրիգերն է եւ որը դաստիարակության մեջ շատ վաղ շրջանից մեր հասարակության մեջ կարող է կոտրվել, չնայած դեպի լավ տենդենս կարծես գնում է։ Այսինքն երեխան հենց հարց տալն են փակում։ Այսինքն երեխան, ես շատ եմ լսել, երեխան հարց է տալիս տրանսպորտում, ասում սուսում են։ Այ մարդ հարց է տալիս։ Իմ ընկալմամբ բան անում։ Ես այդ թեմայով շատ եմ իմ սուբյեկտիվ դիտարկումները ստատիստիկական պատկերն են բերում, որ մեր սերունդը այն երեխաներն են, որոնց մեծացրել են սուսմնահարց մի տուր բանաձևով։ Այսօր մեր սերունդը, որ ծնող է դարձել, մեր երեխաներին բոլորս չէ, բայց իմ միջավայրը եւ ասենք բավական մասսայական սիստեմատիկ նկատում եմ, որ հենց մենք ենք այն սերունդը, որը հենց այդ խնդրից փախչելով միգուցե հակառակ ծայրահեղության մեջ է մտնում, բայց գիտակցված այդ շեշտը մեր ծնողավարության մեջ շատ ընդգծված մեր հասակի ծնողների մեջ հաշվի առնել երեխային։ Հարց տալ սովորեցնել, ամեն ինչ բացատրել, երեխային մարդուտեղ դնել, որովհետև մենք ինքներս այն հակառակ մեթոդի ծնողավարական զոհն ենք, բոլորս հասարակություն հիմա գնում է տենդենսը, հնարավոր է որ ծայրահեղացված է գնում, որովհետև նաև զգում եմ որ որպես ծնող բոլորս այդ մյուս խնդիրը ունենք, որ երեխաները
չափից դուրս շատ են ինքնուրույն եւ իրականում հիմա իրանք էլ մեզ մանիպուլացնում Նաեւ մանիպուլատիվ են։ Իդեպ առաջին դու խոսում ես մանիպուլյացիայից, ես մտածում եմ նաեւ որ առաջին բաներից մեկը հատկանիշներից որ դու հասկանես որ երեխան գիտակցությունն է, դա նրա մանիպուլացնելու կարողությունն է։ Ես ինքս մանիպուլյացիա բառը շատ եմ օգտագործում երեխաների դեպքում որ մանիպուլատոր են, տերորիստ են մանիպուլատոր են, փորձով կարող եմ մեկ բան։ Բոլորս ենք այդպեսին եւ երեխաները շատ լավ են տիապետում, բայց ես հիմա մի քիչ սկսում եմ այս երեխաների կոնտեքստում մանիպուլյացիա բառը էլի հարցադրել կասկածի տակ առնել, որովհետև ինձ թվում է վсё-таки ամեն դեպքում մանիպուլյացիան իմաստով ինչ որ մենք ենք լեզուն գործածում, դա ինչ երեխաները անում են, որովհետև երեխաները հավատում են իրանց մանիպուլյացիային, երեխաները մանիպուլացնում են, որովհետև հիմնականում անկեղծորեն են մանիպուլացնում, բայց իրանք հավատում են, այսինքն մանիպուլյացիան շատ ավելի բարդ կոգնիտիվ process է, երբ որ դու պիտի տարորոշես քո հավատամքը նրանից ինչ ուզում ես դիմացինին պարտադրել։ Հիմնականում սա չէ, որ երեխաները անում են, երեխաները մանիպուլացնում են, որտեղ իրանք էլ են իրանց ընկալման մեջ միակողմանի միատեսակ եւ սահմանափակ եւ հավատում են շատ հաճախ նրան ինչու մանիպուլացնում են։ Շատ շատ կապված է իրաց։ Հա, նայեմ եւ երևակայության հետ եւ նաեւ գիտելիքի ու նույն պնդումը տարբեր աղբյուրներից, տարբեր ճշմարտության արժեքներ տալու այդ կարողությունը, քանի որ դեռ չունեն, իրանց մոտ ավելի պնդումը գալիս է ճշմարտության արժեքի հետ շատ ավելի ամուր փոխկապված եւ իրանք հավատում են հաճախ նրան ինչին մանիպուլացնում են, դրա համար ամենամեծ մանիպուլյացիաներն են, հա, ոչ թե մենք դա բռնացնում ենք, իսկ մեծերի մանիպուլյացիաները հաճախ չենք նկատում։ Հասմիկ, մանիպուլյացիաներից խոսեցինք, ընդհանրապես լեզվի այս հիմնարար հատկանիշ, բայց միաժամանակ թակարդ լինելուց ու ոնց որ լեզվի լավագույն օգտագործման օրինակ մենք նաև այսօր տեսնում ենք իդեմս AB, չէ՞, այսինքն մենք միշտ մի կողմից մտածում ենք դա ոնց որ ֆունդամենտալ մարդկային հատկանիշ է, բայց նաև տեսնում ենք թե ինչպես կարող են այդ մեծ լեզվական մոդելների վրա աշխատող արհեստական ինտելեկտի համակարգը լավ, ասենց հղկված եւ բնականին հնարավորինս մոտ լեզվով խոսել մեր փոխարեն կամ մեր համար, հա, հա, ահա, մոտ շատ լավ նույնիսկ հասկանալ, հա, եւ ես ակադեմիական կոնտեքստում որ օգտագործում եմ այս AB-ի լեզվական նպատակով հետսեթե ավելի օգտագործումից ինչ հեռանկարներ կարող ենք ունենալ, այսինքն դա կարող է փոխել մարդու լեզվական վարքի, չգիտեմ, էլի բնույթը, կարող է մի օր մենք ավելի վատ կամ քիչ սկսենք խոսել կամ մտածել, ահա։ Այն որ դա ազդում է մեր տարբեր թույլատնում է տարբեր մտավոր կոգնիտիվ ճանաչողական process-ներ, դա բոլորս իհարկե զգում ենք, այսինքն էլի այստեղ հարցը զգոն եւ գիտակից լինելն է, որովհետեւ էլի ունի իր առավելությունները եւ թերությունները, բայց երևի սկսեմ նայից, որ ընդունված է մտածել, որ արհեստական բանականությունը մտածում է մարդու նման, նախ ինձ թվում է արժի հանել այս միֆը, ինչքանով ես եմ հասկանում, չլինելով մասնակետ, որ սխալ է ասել, որ արհեստական բանականությունը մտածում է, այսինքն դեռ արհեստական բանականությունը դեռ չի հասել այդ մակարդակին, որ կարելի է միտք բառի մասին խոսել, արհեստական բանականություն չի մտածում։ Վերարտադրական մտածողություն, որպես տեսակով մենք որպես հոգեբանացում ենք, վերարտադրական։ Այսինքն վերարտադրում է, հա, էլի այդ շաբլոնների շրջանառության մեթոդով է գործում, ի տարբերություն մարդու այսինքն մի կողմից եթե մարդը ի վիճակի է միտք ստեղծելու նախ փաստ ենք որ արհեստական բանականություն դեռ հեռու է միտք ստեղծելու որպես այդ ստեղծագործական նոր այդ process մյուս կողմից թվում է թե արհեստական բանականության լեզուն ու լեզվից խոսք անցում այդ ալգորիթմները մոտ են մարդուն, նման են մարդուն, բայց էլի տարբերությունները իրականում շատ են, արտաքինից նման է, հա, այն լեզուն որ մենք տեսնում ենք արտաքին լեզուն նման է, թվում է թե նման է մարդկային լեզվին, բայց այդ ալգորիթմիկան, որով արհեստական բանականությունը լեզվաստեղծում է, լեզուն դարձնում է խոսք, լրիվ տարբերվում է մարդկային ուղեղի ալգորիթմիկայից։ Արհեստական բանականությունը ավելի գիտենք, որ ստատիստիկ մեթոդով է առաջնորդվում, հա, այսինքն այդ frequency based հաճախականություններով է որոշում որ բառից որը, իսկ այն ալգորիթմիկան, որը այսօր մենք ուսումնասիրում ենք ֆորմալ քերականության լեզվաբանության մեջ, որը բացատրում է թե մարդու ուղեղը ինչ ալգորիթմով է բառերը իրար կապում, որպեսզի ստանա նախադասություն, դրիվ այլ մեխանիզմով է, այսինքն նախ սխալ է համարել, որ ԱԲ-ն մարդուն է նմանակում, մեթոդներն ու մեխանիզմները շատ տարբեր են։ Վերադառնալով այդ հարցին, ես շատ դժվարանում եմ խոսել այս թեմայով, արհեստական բանականությունը ինձ համար ավելի դեռ քիչ հայտնի, շատ քիչ բան գիտեմ, որպեսզի լուրջ ինչ-որ բաներ կանխատեսեմ եւ մտածեմ եւ հասկանամ, դեռ նոր փուլ է բոլորիս համար, որը մեզ ստիպում է առերեսվել եւ ինքնաճանաչվել, բայց Երևի սա է ամենակարևորը, որ ցանկացած փոփոխություն, որ Homo sapiens-ի էվոլյուցիոնն պատմության ընթացքում կատարվում է,
առաջին հերթին դրդում է եւ ենթադրում է, որ մենք ինքնաճանաչման նոր մակարդակի կանք, որը իրականում օպան է, առավելություն տվող առիթ է իր բոլոր խոչընդոտներով եւ պոտենցիալ վտանգներով հանդերձ բոլորիս համար սա իրական որպես Homo sapiens տեսակ առաջին հերթին ինքնագիտակցվելու ինքնաճանաչողական մի նոր մակարդակ բարձրանալու է, որովհետեւ ես չեմ ինչ էլ լինի եզրակացություններն ու կանխատեսումները, ես չեմ կարծում որ դրանք լինելու են դետերմինիստական եւ միակողմանի, այսինքն հարցը նեգատիվ եւ պոզիտիվ օպտիմիստիկական կամ պեսիմիստական կանխատեսումներ անելը չէ, ամենավստահելին այն կանխատեսումն է, որ մենք փոխվելու ենք։ Բայց գծային չէ, էլի։ Դա եւ գծային չէ եւ բազմաշերտ է եւ պլյուսն ու մինուսը միասին մեկտեղված է լինելու, բայց փոխվելու ենք, իսկ փոխվելուն դիմակայելու եւ այդ էվոլյուցիոն առումով հաղթելու ձևը իմ հասկացածով առերեսվել եւ ինքնաճանաչվել եւ ինքնագիտակցվելն է։ Դեռ երկար այնպես քնես բոլոր թեմաներում։ Դե մենք մեր ձեռը կրակն ենք ընկած ու դա դեռ շարունակվել է մեր լեզվի ձեռքը։ Քանի որ հաղորդման վերջաբանին ենք մոտենում, չեմ կարող, իհարկե չենք կարող չխոսել հայերենի մասին։ Մեր լեզուն, մեր ինքնության գլխավոր, այսպես ասած, առանցքը ինձ հետաքրքրում է հետևյալը, այս բոլոր հասկացությունները, գիտելիքը, ժամանակակից կենսակերպը, բարձր է, որ Հայաստանում չի արտադրվում, արդեն շատ վաղուց մենք կարծես թե ընդհանրապես ադապտացնում ենք այդ գաղափարները, կենսակերպը, գիտելիքը եւ մի տեսակ sense սպառողակ մեր լեզուն անընդհատ sense heavy ստիպված է այդ ամեն ինչը վերցնել, մարսել, մի ձև մտցնել կյանք, մի ձև չհասցնել, մանավանդ որ շատ փոքրաթիվ կրողներ ունեցող, չնայած որ շատ հին եւ հարուստ ժառանգություն ունեցող լեզու է հայերենը։ Դու ո՞նց ես տեսնում հայերենի ապագան։ Մենք ո՞նց պետք է այտենց օպերատիվ հասցնենք աշխարհի այս խելահեղ տեմպին, որ համ հայերենը կենթանի մնա, շարունակի իր այս հազարամյա կյանքը եւ միևնույն ժամանակ չմնա ասենց կիսապրատ մի բան, էլի, որ մենք մեկը օգտագործենք այլ լեզուներ խառնենք։ Իրոք շնորհակալ եմ հարցի համար, շատ ակտուալ հարց է, էլի բազմաշերտ, էլի պիտի փորձեմ շետավորել։ Հա, մի կողմից մենք այդ խնդիրը ունենք, փոքրալեզու լինելով եւ այս գլոբալիստական հասարակարգում, աշխարհակարգում մենք անընդհատ առնչվում ենք ուրիշ լեզուների հետ, ինչպես ասացիր, հայերենը անդադ այդ խնդիր ունի հազիվ տեղավորել ուրիշ լեզուներից կամ ուրիշ հասարակություններից եկող այդ ինֆորմացիան իր մեջ։ Հայերենը իրականում շատ ճգնում է դա անել, ոչ թե ոչ միայն որովհետև դա դժվար է անել, այլ միգուցե որովհետև մենք շատ ռեզիստենտ ենք։ Այո։ Մենք որպես հասարակություն ահավոր խեղդում ենք մեր լեզվին, չենք թողնում որ անենք։ Իրականում եթե մենք թույլ տանք որ դա անենք եւ նեղ ենք սահմանել ինչ հաշվում հայերեն։ Շատ ենք նեղացնում եւ լեզու ասված հասկացություններ ենք նեղացնում, հա, դա մենակ բերելով այդ գրական գրավոր այդ կանոնարկված մակարդակի շերտի, չհասկանում որ լեզուն առաջին հերթին, ինչպես ասեցի, կոգնիտիվ եւ բանավոր հաղորդակցությանը եւ ճանաչողությանը ծառայող գործիք է եւ ճանաչողությանը ծառայելու համար ինքը անպայման պիտի հաղորդակցվի այլ լեզուների հետ եւ հնարավոր բոլոր փոխազդեցություններով շատ ռեզիստենտ ենք այս հարցում եւ դրա մեղավորը այստեղ էլ մի քիչ եղում եմ, բայց դրա մեղավոր ամենաշատը լեզվաբաններն են, որոնք էլ լեզուն սահմանել են, հա բերել են, նեղացրել են լեզու հասկացության ընկալումը հասարակության մեջ որպես գրական լեզու։ Համարյա 100% ճշգրտությամբ կարող եմ ասել, թե ինչու մեկը դիտողություն ան, որ ինքը բանասեր է։ Լեզվաբանասեր է։ Բանասեր, այո, իմ մոտ մեկ բավարարություն է, որ լեզվաբանները ոստիկաններ են, էլի, ոչ թե։ Այո, ես էլ եմ անվանում լեզվի ոստիկաններ, որը ամենահակալեզվաբանական, եթե լեզվաբանություն գիտություն որպես հասկանանք, ամենահակալեզվաբանական պահվածքն է եւ ավանդաբար բոլոր հասարակություններում եղել է արևմտյան հասարակությունում քիչ-քիչ գոնե լեզվաբանական համայնքում հասկանում են որ դա չէ այն ինչ լեզվաբանը պետք է անի Հայաստանում դեռ շարունակում են լեզվաբանները այդ լեզվի պահապանի ֆունկցիան վերցնել ոստիկանական պահվածքով եւ քարոզելով դա եւ ամեն երկրորդը այդ գրագետի բարձունքից դիմացինին լեզու է սովորեցնում լեզվաբանական գիտության տեսակետից սա աբսուրդ է որովհետեւ լեզու չեն սովորեցնում լեզվախոսին եւ լեզվախոսը սխալ չի անում իր լեզվում սա հա ուժեղ հասկանալու ենթակա տույթ է ոչ մի լեզվախոս նույնիսկ եթե ինքը հովիվ է քաղաքակրթության 4 դասարանի կրթությամբ ինքը երբեք սխալ չի անում այսինքն այն սխալները նորմատիվ սխալները որ լեզվաբանները մեզ պարտադրում են եւ ուղղում են դրանք լեզվի էությունից բխող սխալներ չեն դրանք սխալներ են մարդու այդ կանոնակարգված նեղ սահմանափակ լեզվի շերտի որն է գրական գրավոր լեզուն այդ օֆիցիալ լեզուն մարդն է որոշել որ սա սխալ է որովհետեւ ինչ որ մի բա մարդը որոշել է որ լեզվի այս ձևը ընդունում ենք ստանդարտ սա թողնում ենք այլ շերտի, բայց այդ այլ շերտը
իր կենսունակությամբ, իր դինամիզմով, իր ավելի կարևոր ֆունկցիայով մենք միշտ մոռանում ենք ու լեզու հասկանալով այս նեղն ենք ընդունում։ Այո, եւ լեզվաբանները այստեղ շատ մեծ մեղքի բաժին ունեն եւ շարունակում է լեզվաբանությունը Հայաստանում ընկալվել որպես լեզվի մասին գիտելիք, որտեղ լեզուն հասկանում ենք այդ քրական ստանդարտավորված լեզուն, լեզվաբաններն էլ եւ իրենց գոյությունը արտարացնելու համար այդ դերն են վերցնում, դու սխալ ես, դու անգրագետ ես, որպես ստատիկ մի բան, որը սենց միշտ եղել է, այսքան ու այդքան պիտի պահի։ Ինչպեսին քչի շատից լինի, որտեղ ցանկացած քրական լեզու նորմալ է որ լինի ավելի համեմատաբար ստատիկ, բայց այսինքն իր դինամիզմը շատ ավելի թույլ է, քան բանավոր կենթանի հաղորդակցական լեզվի, բայց այդ ստատիկությունն էլ է մեզ խանգարում, դրա համար անդադ գնում ենք օտար լեզուներին ենք դիմում, դրա համար պետք է նաև ավելի շատ դիմենք լեզվի ներքին շերտերին եւ այլն։ Սա մի հարց է, ուրեմն որ լեզուն նախ նորմա է, որ ինքը սնվի եւ իր ներքին շերտերից, սլենգից, ժարգոնից, բարբարից եւ այլն եւ օտար լեզուներից ուտեղ ոչ թե պիտի խոչընդոտենք, այլ շատ մեծ սիրով հյուրասիրենք այդ բառը, հրավիրենք, հյուրընկալենք այդ բառերին, հասկանանք ինչ են ուզում ասեն, դարձնենք մերը, հետո էլ բնականորեն կտեղայնացվի, տեղայնացվավ, չնեղայնացվավ, թող մնա օտար իր ցակումով, դա այստեղ հարցն է, որ մենք միշտ լեզու ասելով հասարակությունը հասկանում է լեքսիկա, բառեր։ Ես որպես լեզվաբան այն ընկալումը, որի մոտ փոխվեց որպես լեզվաբանն է, որ լեզվի էությունը, լեզվի ողնաշարը ոչ թե լեքսիկան է, այլ սինտաքսը։ Այն ինչը մենք շարժությունն է, այն ինչը քերականություն կարող ենք մի քիչ անվանել, այսինքն լեզվի ողնաշարը այդ ալգորիթմիկան քերականական կառույցներն են, որոնք սինտաքսն է, մի քիչ ուրիշ է, քան քերականական որը ամենարիջիդն է, ամենակարծրն է, ամենաքիչ փոխվողն է, ինչքան էլ ուզում ես դու ուրիշ լեզվից բառեր վերցրու, քո լեզուն երբեք չի աղճատվի եւ դու չես ցեղասպանի քո լեզուն եւ այդ ալգորիթմներով է որ դու կարող ես տեղայնացրել բառապաշարը։ Այսինքն եթե դու վերցնես, ասես ու ռոդ շոֆերի ռոժը չգիտեմ, հայերեն ես խոսում, ես համաձայն եմ։ Դուք ինձ հուշել եք որ կարելի է չհամաչել այնպես ինչպես գլոկա, կուզդրը, իսպադրիլը, падրյոնկա, որը ոչինչ լեքսիկալ իմաստով չի նշանակում ոչ մի բառ, բոլորս հասկանում ենք որ դա ռուսերեն է, այսինքն լեքսիկա versus syntax այս տարբերակումը էլի միշտ պետք է հիշել, որ մենք լեզու ասելով միշտ լեզու բառերի մասին ենք խոսում, բառերից ենք վախենում, հայերենի այդ կուսամոլության ինչ որ sense բան ունենք վերաբերում կոմպլեքս է նաև ես կասեմ ոչ մի հմյանշան ի արդարացում գրականության ասեմ որ այդ գրական լեզու իբր դա ինչ որ շատ մաքուր եւ մարդակենցաղ տեղը մեր ժամանակակից գրողները իդեմս մեր շատ ծանոթ սիրելի հեղինակները ինչի համար ես շատ ուրախ եմ որ գրողներն նաև այդ անընդհատ լեգիտիմացնել բարբառները տարբեր խոսույթներ գրափար անգամ բերել ժամանակակից հայերեն եւ մի տեսակ ազատություն մտքին, խոսքին եւ որ հայերեն էքսպերիմենտացիաներ անել։ Այո, որտեվ կոմպլեքս է, երբ որ դու փորձում ես այդ մակրության լեզուն պահպանել, լեզուն պահպանելու կարիք չունի հայկական հասարակությունում, բավական աբսուրդ է այդ հարցը։ Ընդհանրապես ամեն ինչ պահպանել ենք ուզում։ Այո, պահպանել ենք ուզում, դրա համար էլ չենք հասցնում մտածել զարգանալու մասին։ Հայաստանը մոնոէթնիկ, մոնոլեզու հասարակություն է եւ որտեղ հայերեն լեզուն պետական լեզու է։ Այստեղ չկա ավելի պաշտպանելու եւ պահպանելու մեթոդ, քան սա է եւ էլ չկա ուրիշ խնդիր չի դրված եւ հաստատ դա լեզվաբանի վրա չէ որ դրված է լեզուն պահպանելը ումից պահպանել լեզվախոսից, սեփական լեզվախոսից, դա աբսուրդ է լեզվաբանական տեսակետից։ Հիմա, բայց մի հատ վերադառնամ մեկ այլ շերտի, որ քո հարցներ հուշում, որ ԱԲ-ի հետ էր կապված, ժամանակակից էլի իրականության, այստեղ էլ կարևոր է էլի գիտակցել, որ ինչ ուզում ենք ընդունենք լավ է թե չէ անկախ նայած ինչ գնահատական ենք տալիս ԱԲ-ին, մենք պետք է առերեսվենք ու ընդունենք այդ փաստը, որ այսուհետ այլևս, ինչպես արդեն սկսել ենք այդ օգտագործել այլևսը, այլևս մենք թևակողել ենք լրիվ հոմո սապիենսի համար նոր տարաշրջան, ոչ թե թվային, այլ արհեստական բանական, ոչ միայն թվային, այլ ավելի ուժեղ արհեստական բանականության տարաշրջան եւ լեզվի մասին հոգ տանելն էլ պահպանելը չէ, բայց լեզվի կենսունակությունը եւ զարգացումը եւ իր ֆունկցիաների իրականացումը պետք է հենց այս կոնտեքստում դատենք, ուստեղ իրական նոր կոնցեպտ է առաջ գալիս, որը լեզվաբանական նաեւ միջավայրում է շրջանառվում, այ եթե երկրները իրար հետ մրցակցում են տնտեսական, ռազմա, չգիտեմ, այլ տարբեր տեսակետներից չէ, ունենք երրորդ երկիր եւ զարգացած երկիր, որ ավանդաբար տարբեր պարամետրերով ենք չափում, իրականում այսօր նոր պարամետր է հայտ գալիս, որով էլի պիտի չափեն երկրների զարգացվածությունը ու գեփը երկրների միջև անդունդը շատ ավելի մեծանա, զարգացած եւ զարգացող, որն է երկրների լեզվի թվային կենսունակությունը։ Սա որպես նոր կոնցեպտ ես առաջարկում եմ ակտիվ մտածողական գործիք դարձնել ու ճակատագրական կարևոր հարց է հենց հատկապես մեզ համար, որովհետև հայերենը համարվում է քիչ ռեսուրս ունեցող լեզու։ Այո,
Այստեղ հարցը հասկանալուն այն է, որ արհեստական բանականություն ասելով հասկանում ենք big data, մեծաքանակ տվյալներ։ ChatGPT-ին եւ այդ LLM-ները շատ լավ են հաջողում անգլերենի հետ, որովհետեւ անգլերենը ունի big data եւ դա ոչ թե պրոակտիվ ձևով տրվել է, այլ կա։ Ինչքան էլ մեծ ճղենք, լեզվաբանները, թե լեզվախոսները, թե ով հայերենը չի կարող հավաքի big data, չի կարող ունենա big data, որովհետեւ իր ձևով, իր տեսակով արդեն իր լեզվախոսների քանակով ինքը քիչ ռեսուրս ունեցող լեզու է։ Սա կարևոր է հասկանալ այն առումով, որ տեսեք անգլերենի մոդելով մենք կարող ենք ասենք ոչինչ չկա, լեզվաբանները ոչինչ չունեն լեզվի հետ անելու, որովհետև machine learning-ը արհեստական բանականությունը իր մեխանիկական ուսուցման իր այդ չանչերով եւ անտենաներով ինքնուրույն շատ լավ լեզվից գլուխ է հանում եւ լեզուն դարձնում է թվային միջավայրում մեխանիզմների համար հասանելի։ Այստեղ խնդիրը փոխվում է իմ հասկանալով, ես շատ եմ մտածել սրա մասին, որովհետև ես գիտեմ, որ մեխանիկական ուսուցման արհեստական բանականության այդ computer scientist-ների միջավայրում կա թերահավատություն լեզվաբանների հանդեպ, ինչը շատ արտարացված է, որովհետև արհեստական բանականության զարգացման այդ NLP զարգացման նախորդ փուլում, այս ընթացիկ փուլում լեզվաբանները իրական շատ քիչ բան ունեին տալու։ Հա, եթե մի քիչ փորձեմ բացատրել, լեզվաբանները իրական սկզբում մտածում են, որ իրենք են այն մասնակիցները, որոնք լեզուն ծրագրավորեն մետալեզվով թարգմանեն մեխանիզմներին, բայց շատ շուտ դարձավ, որ ընդհանրապես դրակարիքի չկա, այդպեսի հայտնի նույնիսկ խոսք կա, ամեն անգամ ասում եմ, որ մի լեզվաբանի վրընդում եմ, իմ ծրագիրը սկսում է լավ աշխատել, դա սա փաստ է։ Այսինքն այդ թերահավատությունը ծրագրավորողների դեպի լեզվաբաններ շատ հիմնավորված է, բայց ենթադրվում է կա այդպիսի ընկալում, որ էլի ոչ բոլորն են կիսում, բայց ես գտել եմ այդպիսի մասնակիցներ, որոնք կիսում են այն տեսակետը, որ արհեստական բանականությունն ու այդ NLP-ն ու machine learning-ն են հասնում իրանց պիկին, եւ իրանք նաեւ ցույց են տալիս նոր խոչընդոտներ, նոր խնդիրներ լեզվի օգտագործման, որոնք լուծելու համար ել ավելի բարդ գործիքակազմ է պետք։ Ու այս հաջորդ փուլում այս նոր խոչընդոտները, այս արհեստական բանականության ամենամեծ խոչընդոտը այսօր, ինչքան ես եմ հասկանում, reasoning-ն է։ Հատողություն ասցի արհեստական բանականություն չի մտածում։ Հիմա հաջորդ փուլում մենք պարտադրելու ենք իրան reasoning մտածել, որը լեզվի հաղորդակցության լրիվ այլ մակարդակ է։ Լեզվաբանությունն ինքն է, այո, լեզվաբաններն ինքնել են եկել մեկ այլ մակարդակ, որտեղ իրանք լեզվից դուրս են եկել, չէ, մտել են մարդու մտքի հասկացողական այդ process-ների մեջ։ Կա այդպիսի, այսինքն մոտեցում, որ այդ հաջորդ փուլում լեզվաբան այս այդ լայն իմաստով լեզվաբանների, այսինքն լեզվաբանությունը մարտաբանական, ճանաչողական, մարդու հասկացողական process-երն ուսումնասիրող գիտություն ունի իր տալիքը, եւ այս կոնտեքստում հաշվի առնելով, որ հայերենը քիչ ռեսուրսներ ունեցող լեզու է, big data-ի հնարավորություն ունի, որպեսզի big data-ին կապահովի այդ մեխանիկական ուսուցման անհրաժեշտ ծավալի նյութ, հնարավոր է, որ շատ ավելի ճակատագրական կարևոր դառնա, որ մեր լեզվի հանդեպ պրոակտիվ հոգացություն ցուցաբերենք եւ լեզուն մշակենք այնպիսի մակարդակով, որ հասանելի դարձնենք այդ արհեստական բանականությանը, քանի որ չենք կարող ապահովել big data, որ ինքնուրույն մեթոդներով թողնենք, այլ ավելի ճակատագրական է դառնում, որ լեզվին տեր կանգնենք, լեզվի թվային կենսունակությունը ապահովելու համար եւ սա պետք է գիտակցել եւ սա մի բան է, որը սա շատ լուրջ բան է եւ պետք է անպայման պետական այսինքն պետությունը հագիտակցի եւ տեր կանգնի լեզվի թվային կենսունակությունը ապահովելուն, այդտեղ մի քանի շերտեր փորձեցի միախառնել, բայց ես կարծում եմ, որ գիտության մեջ էլ է նոր նիշա բացվում, որտեղ լեզվաբանությունը եւ computer science-ը համակարգչային գիտությունները միասին նոր բան ունեն անելու ու շատ ճակատագրական կարևոր հայերենի թվային կենսունակության համար, որը ի վերջո երկրի նաեւ մրցունակության մասին է լինելու։ Շնորհակալություն, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ լեզվաբան հետազոտող Հասմիկ Ջիվանյանի հետ խոսում էինք լեզվի լարած որոգայթներից, լեզվի եւ հակառակը լեզվի տված մտածողական ազատություններից, հայերենի ապագայից եւ թվայնացման, թվային անվտանգության խնդիրներից, ուսում հետաքրքիր էր քննարկումը, մինչ նոր հանդիպում։